Ողջույն բոլորին, մենք եկել ենք կենտրոն, այգի։ Այստեղ խանութը սենց փակ է, այստեղ պետք է գայինք չերի, բայց փակ է։ Մի հատ էլ կա այնտեղ։ Այստեղ տապիոկա շարիկներից կան։ Y también hay de los chinos que hacen de tapioca. Así es acá fana, su que quiere acuarium. Tamales, chacón. Esa está arachancama. Esa es otra cherry. Esa no hay nada. Sí. Ես եմ լպատակին հասա։ Ժողովուրդ, մեր այս դարակը սենց այս վիճակին է դեռ, քանի որ այդ փայտերը չեն բերել, նախ էդի մեկ։ Այսօր զանգեցի, ասացին 2 շաբթի, այսօր շաբաթ է։ Մեկ էլ բետոն շատ ջղայնացավ, ճիշտն ասած, գործում մնաց կանգնեց, բայց այս մի բանն է սարքել այսօր, պարապ չի մնացել։ Այստեղ ինչպես որ ասել եմ, ովքեր որ տենց հիշում են, այստեղ սենց դարակներ է լինելու, որ ամբողջ ուտելիքը սենց այստեղ լցնենք, հա, սենց այս ներքևի հատվածներում ուտելիքը, ուտելիք չէ, ալյուրա, համեմունքները, շոր տենց բրինձ եւ այլն։ Սաղ սենց այստեղ եմ դնելու, սաղ եմ որ այստեղից հանեմ եւ այստեղ ուրիշ բան կտեղավորենք, տեսնենք ինչ կլինի, բայց ուտելիքը սենց է լինելու, սենց Վանյար։ Այս ջուրը եկել է այս կողմ, այստեղ վենտիլյատորներ հանել ենք, տարել ենք վերև սենյակ, այս սենց ինքը, սենց իջնում է, որ իրանից ջուր վերցնենք։ Եվ այստեղ արդեն դարակը սարքելու ենք կամաց։ Վերևը սենց դռներ է լինելու, սրա նախորդ դռներն ենք օգտագործելու, հենա սրանք որ քանդել է բետոն, վերևի համար օգտագործելու ենք, եւ այստեղ մեծ դռներ է լինելու, սենց երկար մեծ, այս սենց մեծ բոյով դռներ է լինելու, մյուս ու տենց, հուսով եմ շուտ կլինի։ También pediste para las puertas o no? Այդ պատվերի հետ, որ արել է, սրա դռների հետ, սրանն էլ է, այնպես որ իրար հետ կլինեն։ Շատ ուրախ եմ վերջապես, այս խառնաշփոթը ստեղից դուրս կգա։ Չէ Սալմո։ Այսօր բետոն մենակ գնացել է շուկա, մրգերից այստեղ գոյավա, խաղող, նարինջ և այս սալորից է վերել, անցած անգամ փորձել ենք, ինքը սենց տեղին սալորի համին մի քիչ նման է, բայց թթվաշ է մի քիչ, և կեղևը ավելի հաստ է, և այստեղ բանջարեղեններ է վերել, լոլիկ,
Բանաչի չգտեմ դծմիկ բարունք մաներ Okay Սենց որոշել եմ հատ նարինջ ուտեմ այստեղ է սենց ներկում այստեղ է ներկում որ քանի որ մեծ է ու չկայացանք դուրս հանենք սենց Եվ այսօր ստացվի դուրս ենք գալու մի քանի բաներ է հավաքվել, ասենց ասած պրազնիկներ մեր կյանքում, ամսի 4-ին մեր հանդիպման օրն է եւ որ մեկն եկավ Հայաստան, հետո հենց այդ օրը հաջորդ տարին մենք եկանք Մեքսիկա, մի տարի հետո, մայիսի 4-ին Հետո ամսի 11-ին այսօր ամսի 11-ն է մեր ծանոթության օրը, si sabes que hoy es el día que nos conocimos? Sí. Այդպես գնալու ենք շնորհավորենք ամսի 10-ին է դե մայրերի տոնն է, բայց ցենց որ ցենց լրիվ հավաքական ենք անելու Siguna. Het kan tankje. Ay, ve şok iken. Siguna. Alcohol, pues, 5,000 dirham. Es el Aksan Hagarasın. Nihata. Siguna. Mahirine. Այսենց անկյուն ունենայի հետագայում, զալում սենց պապուկ, ձիվանոս, սիրունը, սիրունը,
վերցրի բետոնի։ Այնտեղ։ Սովացել ենք, եկել ենք մոլ, այդ Subway-ից վերցրել եմ սենց բան, տորտա, ստեղ տորտ են ասում, բետոնել համբուրգեր է վերցրել։ Արդեն գնում ենք տուն, հողան ձևել գա, չեն ծամպերը, ու նայք ուզում եմ այստեղ ցույց տամ, էսի է մոլը, ու այս կոմանցները համար այստեղ կանգ առա, հեսա ցույց կտամ, ոչ մի ձև անցում չկա, գոնե վերնանցում սարքեն, այստեղ որ մարդիկ անցնեն, գան թեկուզ կանգ առ, այստեղ կանգ առա, մարդիկ սպասում են տրանսպորտի, բայց մի կերպ վազելով, փախչելով, ավտոյտակ ընկնելով անցնում են այս կողմ։ Նայեք ոնց են անցում։ Ժողովուրդը։ Վազելով։ Ուրեմն երկրորդ բողոքս այս վայրի հետ կապ։ Ընդհանրապես Մեքսիկայում բաների հետ կապված առևտրի կենտրոնների, բաների ժողովուրդ տաքսի չկա, օրինակ մեծ փողոցների վրա, ընդհանրապես այս մեծ խոշոր փողոցը տաքսի չկա։ Օրինակ ասում եմ, բետոն ասում եմ, եթե Հայաստանն էր եղել, հիմա կամ այս մոլը տաքսի սերվիս կունենար այստեղ մի քանի հատ օֆիս դրած կլնեին, կամ էլ լիքը այստեղ սենց շալված կլնեին, կանգնած կլնեին այստեղ։ Ու մենակ ես ինչ ստեղ չէր, սա տեղերը մոլերի, մեծ խանութների, մեծ փողոցների, այնքան պատահական է գալ, հիմա սպասում ենք կամ տաքսով, կամ էլ մարշրուտկա գա, տրանսպորտ գա, գնանք, որը պատահի, մի քանի հատ տաքսի, այն կողմ են գնում, այս կողմ չեն գալի, չգիտեմ։ Մի խոսքով, այնպես որ հայեր եկեք Մեքսիկան գրավեք, մի հատ տաքսի սերվիս բանալուս արիր են տաքսի սերվիս եկի։ Հա ինչ, չկա, սպասում ենք, ոչ տրանսպորտ է գալի, տեղա, որ սա քաղաքի ժողովուրդը այստեղ է, մենակ քաղաքի չի, կողքի ռայոններից է գյուղերից գալիս են այստեղ, անի որ քաղաքի այդ ամենամեծ այդ հավաքվելու, ծրվելու, ուտելու վայրը էս է, ու այս ամենամեծերից է, բայց մեքսիկացիները չեն կարողանում առիթից օգտվեն, մեր հայերը, որ ստեղ են եղել, հազարումի բիզնես էր ստեղ բացած, տաքսու կամ չգիտեմ, ասեք, որ այդպես, ոչ մի տաքսի չկա, պետք է կանչենք, գնել զալա չկա, կանչելու։
Okay, մենք տանն ենք արդեն։ Իմ հետևի այս բան տեսեք արդեն ներկել է տեղադրել է։ Եվ ուզում եմ ցույց տամ իմ գնումը։ Այնտեղ կերանք խմեցինք եւ եկանք վաղուց դուրս չենք եկել, տենց։ Սա հավանեցի ավելի շատ։ Բետոնը սավ, te gustó, ¿verdad? Տենց մտանք ֆիլմ նայելու, տենանք ինչ կա չկա, նորմալ բան չկար, մենք էլ դուրս եկանք տուն, ճիշտն ասած։ Que no había películas y Eso es mucho. ¿Cómo ves? Կսկզբացեմ։ Տենց նայք, ես չէի մտածեմ, որ նման երանգի ակնոց տենց կհա դուրս կգա, տենց կհավանեմ, տենց ինձ կսած ինձ որ չապով։ Պետան մի հատ ինձ խանութում տվեց, ասում են ավելի սիրուներ հավանեց, ասում են դե մի շաբաթ ուզում է գնա, այնտեղ կոշիկա տեսել մի շաբաթ առնի, չուզեցավ այսօր առնի, ասում եմ դե մի շաբաթ հետակնեսներ կառնես, ուղղակի մուքը ունեի, մուք էր իրա շագանակագույն երանգի, դրա համար որոշեցի, որ եսի սազում այսի վերցնեմ, Տիկ Մոտ անձրև ասկսել հլսերան ու ես բան արեցի ստացա մատերիալը ահա 3 կտոր և այստեղ ծածկի տակ եկել եմ նկարեմ բետոնի ցույց տամ, որ տենա որ ծածկի տակ է հենց այնտեղ քնում են չի ինչա Սիրուն աղջիկը խելոք ամենախելոքն է ինքը Ես արենքս էլ գնացել են արդեն ու բանա տիկեննանցին ինձ ախնդրել ջրեմ, բայց արդեն անձրև է գալի այնտեղ նայեք լոլիկներ կան անձրևի տակ չընկնեմ լոլիկ կա էլ ինչ կա լոլիկ կա էլ ուրիշ գոյավա էլ կա կարծեմ կողքի ծառը գոյավա է ծաղիկներ կան այնտեղ Սիրուն վարդունի հենց թող կա ջրի Անձրևային սեզոնը մեր մոտ սկսում ու ահագին լիքը անձրևներ են գալով հուսամ շատ չի լինելու որ խոնավանանք Ուրեմն ես էլ մի հատ կոֆե դնեմ յոգուրտ կեր այսօր երկու շաբթի է ինչ-որ ծառայություն բան չունեմ այսօր ճիշտն ասած Սենց անձրևային սեզոն բանը եղանակ է բան սենց նստեմ գործեմ հավեսա այնտեղ մի հատ գործ եմ սկսել մի հատ էլ եմ ուզում նապաստակ ու փիսիկ նույն սխեմայով է ուղղակի տենց դե ականջները դեմքի ձևավորումն է տարբեր մի հատ կոֆե դնեմ բարձրանանք վերև հետո զրուցենք բայց միջև այդ ուզում եմ այստեղ ցույց տամ սպասեք ցույց տամ չգիտեմ այստեղ ցույց եմ տվել թե չէ ես 3 ներկեցինք էս էլ սենց բանա դարակը ու արդեն սրանց համար է այդ DSP-ն պատվիրել այստեղ է լինելու դռները
Okay. Ես եկա վերև, ինչ հաճելի է, աչքիս ժողովուրդ, տանը մենակ ես եմ, ոչ մի դեկորանքս կան, ոչ մյուսը կան, ես ռենքս գնացել են, տանը պահակ եմ շների, կատուների հետ, այսին կարևորը, որ շները հաչում են, գորդոն մանավանդ, որ ձենը գլուխն է գցում, սող գիշեր հաչում, մեկ եք տենաս դեքորս կնիկ ընդեղից ձեն տվեց, ձենդ կտրի, գորդո, մեկ է ես եմ ընդեղից գորում, իմ բալկոնի տակել է իմիս դեքոր շներն են, յանիսն է հաչում, մի խոսքով, դիմացիս ուրի շներ են, դեքորս մյուս շներն են, բալկոնի, լավ ժողովուրդ, մենակ չեմ, կարևորը գորդոն կա, մի փոքր մի հատ ճանճեր թռչում ենք, սկսում է ծվծվալը, ուրեմն, ինչ ուզում ասեի, հա, մի քանի բան կար, որ ուզում եք խոսեի, ուրեմն մի քանի հարցերի եմ ուզում պատասխանել վլոգի մեջից, ինչ-որ մեկը գրել էր, թե բա գնացեք նորմալ կահույք առեք, նորմալ տունը հավաքվի, okay, այդ թեմային եմ ուզում պատասխանել, նախ կահույքը շատ թանկ է այստեղ, արդեն պատրաստի կահույքը շատ թանկ է, ես ինչ թույլ չեմ տա, ես պահին չեմ կարող ավելի ճիշտ, տենց ասեմ, որ գնամ այդքան գումար տամ, կահույք առնեմ, այն դեպքում, որ իմ ամուսինը շատ նորմալ սարքում է ու մարդիկ գալիս են այստեղ իմ ամուսնու եղբորը կամ իմ ամուսինն էլ օգնում իրանց են կահույքը զակաս տալի, ես գնամ խանութից առնեմ, չգիտեմ, գալիս է օգնում է տեքրս, ինքն է այդ գործ անում ավելի շատ, բայց բետոնելը անելուց նորմալ փայտ է պատվիրել, նորմալ փայտով սարքում է, սա իրեն կհավաքվի, իսկ արդեն պատրաստի կահույքը այստեղ տենց, եթե ուզում ես որակով ինչ-որ մի բան առնես, պետք է շատ մեծ գումար ունենաս, իսկ այդ մեծ գումարը մենք հիմա չունենք, մեր եղած գումարներ ուզում ենք վերջացնենք մեր տունը, որ, չգիտեմ, կարողանանք մնացած կարևոր հարցերը լուծենք, սա մեկ, ու ուղղակի զարմանում եմ, գիտեք, այն մարդկանց վրա, որ գալիս տենց մի հատ լուրջ դեմքով, չգիտեմ, ես պատկերացնում լուրջ դեմքով գնա կահույքը առ բրծի, որ այդ նման ձևի, իհարկե ես կատակ եմ անում, ես ոչ մեկից ֆինանս չեմ խնդրում, ոչ մեկ, եթե մարդ ուզում է ինձ օրհնի, իմ հետ կապվում է, տենց սոցցանցերում ես ընդունում եմ օրհնությունը, եթե Աստված իր սրտին է դրել, բայց ես երբեք նման բան չեմ անի, որ ինչ-որ գումար խնդրեմ, ինչ-որ բանի համար, եթե չգիտեմ, ինչ-որ ծայրահեղ ծանր վիճակում լինեմ, Աստված ոչ անի, իրոք տենց դրա կարիքը լինի, որ չգիտեմ, պետք լինի, ես գուցե իմ ամոթը մի կողմ դնեմ ու խնդրեմ օգնություն, տենց, բայց ես երբեք կահույք առնելու համար, երբեք գումար չեմ խնդրի, ճիշտ այս այդ մարդուն պատասխանել եմ, գուցե հովանավոր ես, բայց իրականում ես ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրում ժողովուրդ, ես օքեյ եմ իմ այս կահույքի հետ, ես շատ շնորհակալ եմ, որ իմ ամուսինը սարքում է, ամեն ինչ անցնելու է գնա ժողովուրդ, ու ես այնքան տենց կենտրոնացած չեմ ինչ-որ սենց ճոխ բաների վրա, թանկ բաների վրա, ինչպես ասել եմ, ամեն ինչ ժամանակավոր է, դա մի օր կփոխվի, գուցե մի օր այս տունը փոխվի, գուցե այս տանը չապրենք, ինչ-որ այլ տեղ ապրենք, հիմա մեզ պետք է գիտեք, որ ինչ-որ սենց մի բան սարքենք, հարմարություն լինի ու այդքանը ու չենք իմանա, թե որտեղ կապրենք, գուցե լրիվ ուրիշ այլ երրորդ երկիր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, բան,
հասկանում եք, ոչ մեկս ապահովագրված չենք, դրա համար չենք ուզում մեծ ծախսեր անենք, ուզում ենք փոքր գումարներով, մեր հնարավորություններով վերջացնենք այս անաշխատանքները եւ վայելենք մեր կյանքը։ Սա այսպես։ Մի հատ էլ մի թեմայի մասին էլ էի ուզում խոսեի։ Սա սպասեք հիշում։ Հա, հիշեցի, ուրեմն ինչ-որ մեկը խնդրել էր, որ համ գործեմ, համ ձեզ հետ զրուցեմ։ Ուղղակի հիմա նենց մի բան եմ գործում, որ հաշվար պետք է անեմ, էլի անդադ հաշվեմ։ Իր համար, չգիտեմ, ինչքանով կստացվի, բայց նայեք, այստեղ նապաստակ եմ գործում, սխեմա ունեմ համացանցից, ավելի ճիշտ ոչ թե համացանցից, այլ կարծեմ անցած տարի էր, ես այդ edge-ի սխեմա, ոնց որ սենց link կար, դրել էին, այստեղ Մեքսիկայում, մեքսիկական լինքեր են, ու 100 պեսո էր վճարում բաներ, ու մի 10,000 չնայած բաներ կա կրկնվում մի քանի անգամ, ահագին սխեմաներ այդ լինքի տակ, տենց ոնց որ քեզ վճարում են, չնայած որ իրանք վճարովի սխեմաներ են, ինչ-որ մեկը երևի առել է, տենց ոնց որ գողացած կարելի ասել էլի, բայց դե սիրտս հանգիստ է նրանով, որ ես ինչ-որ մի գումար եմ վճարել այդ էջի համար ու օգտվում եմ, հա, այդ էջից տենց լիքը սխեմաներ են, մի խոսքով, ասեք կարամ ցույց տամ, այս մյուս հեռախոսիս մեջը, օտավոր, նաև բաներ կար, պայուսակների բան, դասեր, մասեր, տենց, մի խոսքով սենց նայք, ինքը բացում ենք, սենց բաներ են, փաթեթներ են, մի փաթեթի մեջ լիքը էլի փաթեթներ կան, նայք, էսի ուրիշ փաթեթ է բացում, ու սենց ոնց որ սխեմաներ են, խաղալիքի սխեմաներ են, խաղալիքների սխեմաներ են, բացում ես, որը ուզում ես, սենց, օրինակ ասենք, այս ձյուկն ես ուզում գործես, ու ներքևը իր սխեման սենց տալիս է, կա, սա եմ գործում, հիմա սրանք եմ գործում, նապաստակն եմ գործում, ես ուրիշ բաներով եմ գործելու, երանգներով եմ գործելու, հեռախոսը զարյատկա դրած է, նայք, ես սրանք եմ գործելու, ճիշտն ասած ես այստեղ աչքերը ավելի խոշոր եմ դրել, բայց ոչինչ, տենց, ինչ ուզում ասեի, հա, ու տենց ոնց որ բան ես անում, գործում ես, հիմա ես ստեղ արդեն բաներ եմ անում, կարդում ես, այսինքն սխեմա է պետք է իմանաս գործել, գոնե մինիմալը, որ կարողանաս սխեման կարդաս, իմանաս սխեմա կարդալու ձևը, և այստեղ ես արդեն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 8 և պակասացում, չգիտեմ ինչի են հաչում, մի խոսքով, սենց արդեն փակում ենք գլուխը, նույն փիսիկն էլ եմ ուզում գործեմ, բանի, այլ երանգների մեջ էլ է տենց, մի վարկյան ես խելեմ, այստեղ պետք է այս հաշվելով գործեմ, դրա համար դեր հիմա սպահին չեմ կարա գործեմ, որ համ գործեմ, համ ձեզ հետ խոսամ, հա, բանով եմ արել, ույս անգամ, որ հաշվելու կարիք չունենամ, ժամանակ կգործեմ, մեծեսի հասկանում ինչ եմ արել, ուրեմն նաև ուզում էի համ գործեմ, համ կփորձեմ համ գործեմ, համ
խոսեմ ձեզ հետ, ուրեմն մտածում էի, որ այստեղ Մեքսիկայում այնքան դժվար է բլոգեր լինելը։ Հայաստանում մի քիչ օրինակ ասենք հետևորդների քանակը Instagram-ը, չգիտեմ, ավելի շատ Instagram-ում, հա, կամ TikTok-ում ունենում ես, գոնե մի 5000, հա, իրանք արդեն քեզ գովազդ են տալի, արդեն ինչ-որ տեղեր են հյուրասիրում, հավաքվում են բլոգերներով, տենց ինֆլուենսերներով, իսկ այստեղ նախ ես մենակ հայ եմ այստեղ ու այդքան զարգացած չի բլոգերությունը, ու այնքան դժվար է այստեղ այդ ամեն ինչը, ես փորձել եմ օրինակ ասենք գնամ սրճարաններ, սուրճ վերցնեմ, ասեմ, որ ես բլոգեր եմ, բան տենց, բայց նայեք, իրենց ձեռ չի տալի, քանի որ իմ հետևորդները Հայաստանից են, Մեքսիկայից չեն, օրինակ ասենք ինչ-որ չափով իրենց օգուտ լինի, դրա համար իմ Instagram-ում ես ոչ մի գումար չեմ ստանում, ես միակ գումարը ստանում եմ YouTube-ից, որը իհարկե ձեր շնորհիվ է, ձեր միջոցով է, ձեր դիտումների, ձեր ակտիվության շնորհիվ է։ Այնպես որ ես կփորձեմ ակտիվ լինեմ, դուք էլ ինձ աջակցեք։ Եվ կփորձեմ շուշուտ վլոգներ տեղադրեմ, ինչքան կհավաքվի կտեղադրեմ։ Տենց, գոնե մի 30 րոպե, ինչքան կստացվի։ Ինձ թվում է էլի բան է։ Տենց ժողովուրդ։ Ես չեմ կարողանում հաշվեմ այստեղ համել գործեմ, բայց մյուս անգամ որ արդեն գործելուց լինեմ ու այն մասը լինի, որ չպետք է հաշվեմ, անպայման համ կգործեմ, համ բան կանեմ, կխոսեմ։ Հա, նաև մի բան էի ուզում ասել, որ Telegram-ում գործերի բան ունեմ, էջ ունեմ ու այնտեղ կարող եք ինձ հարցեր տալ հեղինակագործության հետ կապված, այն մարդիկ ովքեր հետաքրքրված են, ասեք լինքը կուղարկեմ միանգամից հենց անձնական, տենց ձեր կոմենտին կպատասխանեմ, այդ լինքը կուղարկեմ, կմիանաք, այնտեղ բաներ կա։ Կարող եք ոնց որ տենց միանալ, չնայած այդքան տենց ակտիվ չեմ, իմ Instagram-ում ավելի ակտիվ եմ, ճիշտն ասած, այնտեղ իսպաներեն եմ խոսում իմ Instagram-ում գործերի, բայց թարգմանություն էլ եմ դնում հայերեն թարգմանություն, իսկ ինչ վերաբերվում է սովորելուն, ես ունեմ YouTube-յան ալիք, որտեղ դասեր եմ նկարել ու այնտեղ կարող եք մտնել, նայել ու սովորել, հենց զերոյից սովորացնում եմ հելունների մասին, ինֆորմացիա եմ տալի թելերի մասին, ինչից սկսել ընդհանրապես մի խոսքով տենց, իսկ ընդհանուր, եթե օրինակ ասենք սովորում եք ունեք հարցեր, ինչ-որ մի բան չեք հասկանում, դիմեք թեկուզ սոցցանցերում, մեծ սիրով կօգնեմ, խնդիր չկա։ Այսքանը ժողովուրդ, տեսնեմ վլոգս ինչքան է հավաքվել, ես որոշել էի շաբաթը 3 անգամ ձեզ վլոգ մատուցեմ, հուսով եմ կպահեմ ու հուսով եմ ոչ մի խոչընդոտ չի լինի, ու հիմա ինչքան հավաքվել է, բան կանենք, կտեղադրեմ, այսքանը ուրեմն լավ մնացեք, կհանդիպենք, adios.